Ողջույն, ես Անին եմ EduHub-ից։ Մենք մի հետաքրքիր ծրագիր ենք իրականացրել Storytelling for Inclusivity ու մասնակիցներից մի քանիսին հնարավորություն ենք տալիս մասնակցելու ոդկասթի, տեսնելու ընդհանուր process-ը, խոսելու ենք երիտասարդների խնդիրներից, ներառականությունից ու կրթությունից։ Մեր հյուրը Արթենին է, մեր շատ լավ մասնակիցներից մեկը։ Մի քանի բառով, որ քեզ ներկայացնես, ինչպես կներկայացնես։ Նախ ողջույն, շատ շնորհակալ եմ այս հնարավորության համար, շատ ուրախ եմ այստեղ գտնվել այսօր։ Մի քանի բառով երևի թե ստեղծագործ, գերակտիվ, նախաձեռնող եւ ուղղակի զարգանալ սիրող երիտասարդ։ Մի քիչ խոսենք մասնագիտական կողմնորոշումից, ուղղվածությունը ինչպես ընտրեցիր, ինչպես եկավ այդ որոշումը։ Ճիշտն ասած, դեռևս մասնագիտական կողմնորոշում չունեմ, չնայած կարծում եմ դա մեր հասարակության, այս շերտի մեր տարեկիցների ամենամեծ խնդիրն է, եւ այդ խնդիրը ես դեռ վաղուց եմ արձանագրել, անգամ որպես կամավոր մի ծրագրի էի մասնակցում, որտեղ որպես համայնքային հիմնախնդիր իմ համայնքում ընտրել էի մասնագիտական կողմնորոշման հենց խնդիրը եւ բավականին ժամանակ վարել եմ մասնագիտական կողմնորոշման դասընթացներ նաեւ ընկերներիս հետ եւ փորձել ենք օգնել մեր տարեկիցներին, տարբեր մասնագետների, փորձագետների օգնությամբ ամեն դեպքում ձեռք բերել, այդ մասնագիտական կողմնորոշվածությունը, բայց եւ այնպես ես դեռևս չունեմ այն։ Ես հիշում եմ, որ սոցիոլոգիայի ֆակուլտետ էիր դիմել։ Այո։ Հունգարիայում որոշեցի դիմել երկու ֆակուլտետ, առաջինը միջազգային հարաբերություններ, որով որ իրոք շատ բավականին ժամանակ է ինչ հետաքրքրվել եմ եւ այդ ուղղվածությամբ հնարավորինս ակտիվ եմ եղել, սկսած ազգային ժողով այցերից, մինչեւ տարբեր գիտաժողովներ եւ այլ հանդիպումներ, միջազգային հարաբերությունների ուղղվածությամբ եւ առաջինը դիմեցի միջազգային հարաբերություններ եւ երկրորդը որոշեցի դիմել սոցիոլոգիա, ինչու քանի որ գիտակցեցի, որ սոցիոլոգիան այն հարթակն է, այն ուղղվածությունն է, որտեղ իրոք հնարավորինս լայն է ամեն ինչ, ոլորտները, այսինքն հեռանկարը մասնագիտական, երևի կհամաձայնվեք, որ սոցիոլոգիա այդ ուղղվածությամբ կարելի է ձեռք բերել շատ մասնագիտություններ հետագայում։ Համամիտ եմ, Այո, եւ շատ լայն է այդ հարթակը։ Իսկ հենց Հունգարիայում բուհ ընտրելու որոշումը ինչպես եկավ։ Հայաստանում բուհերը ուսումնասիրեցիր, հասկացար, որ չէ, ինձ չեն տալու այն ինչ որ ինձ պետք է, ու ես պիտի գնամ ու ուսումս ստանամ արտերկրում, այդպես եղավ։ Ճիշտն ասած, շատ այսպես պատահաբար է եղել այդ որոշումը, այսինքն շատ վաղ տարիքից որոշել եմ, որ Երևանի պետական համալսարան պետք է դիմեմ եւ անգամ միասնական քննություններին եմ մասնակցել, բայց միասնական քննություններից հետո հենց հիշում եմ ինչպես քննությունից դուրս եկա այդ օրը ու ուղղակի այդ մթնոլորտից այդ ամեն ինչից միգուցե այդ քննությունների ճնշվածությունից ես այդ օրը ասացի, բայց ով ասաց, որ ես ուզում եմ իրոք Հայաստանում մնալ, այստեղ ուսումս շարունակել ու արդյունքում հենց այդ օրն էլ որոշեցի, որ պետք է դիմեմ արտասահման, Երևանի պետական համալսարանն էլ չդիմեցի անգամ եւ մի քանի օրից, քանի որ շատ քիչ էր մնում, վերջնաժամկետին դիմեցի Հունգարիա, ընտրեցի համալսարանը մի քանի օր, այդպես փնտրտուքների մեջ եմ եղել եւ այո, վերջապես ընտրեցի եւ դիմեցի։ Այ ինչ հիմնական թերություններ այդպես կանցնացնես, որ ունեն այստեղի բուհերը, որ չի գրավում քեզ, չի ձգում որպես ուսումնական, բարձրագույն ուսումնական հաստատություն, որ գնաս քո կյանքից 4 տարի ու բավականին շատ գումար տաս իրենց ու ստանաս, չգիտեմ, ինչ-որ X մակարդակի կրթություն, ինչն էր հենց վանում, կարող եմ ասել նույնիսկ, ինչն էր վանում քեզ հայկական բուհերի մեջ։ Դե այնպես չի, որ քննադատում եմ, մեր կրթական բարձրագույն ուսումնական հաստատությունները, քանի որ իրոք այսօր նույն Երևանի պետական համալսարանը ուսանողներին շատ հնարավորություններ է տալիս, շատ լայն են իրոք այդ հնարավորությունները երիտասարդների համար այսօր ուսանողների այնտեղի ու նաև այդ թվում նաև այլ համալսարաններում Հայաստանի ուղղակի կարծում եմ, քանի որ շատ էի մասնակցել այնտեղ արդեն ինչու ոչ նաև ուսանողական կյանքի ինչ-որ, փուլերի, այսինքն այնտեղ շատ մասնակցել եմ նույն պանելային քննարկումների,
տարբեր ուսումնական process-ների, գիտաժողովների, մասնակցել եմ անգամ միջազգային հարաբերությունների ամառային դպրոցին։ Մի խոսքով հաճախ եմ այնտեղ մասնակցել, հա, համալսարանական այդ կյանքին, ու միգուցե ուղղակի հասկացա, որ այս միջավայրը սպառել է, հա, իր հնարավորությունները միգուցե ինձ համար արդեն ու երևի թե ինձ ավելի շատ կգտնեմ այլ վայրում։ Այդպես։ Ես ճիշտ եմ հիշում, դու Երևանում էիր ծնվել, մեծացել։ Այո։ Հա։ Այո։ Արի մի փոքր, այսպես համեմատություն անենք։ Երիտասարդը, որ Երևանից է, ու երիտասարդը, որ մարզից է։ Կրթական հնարավորությունների առումով համեմատենք, թե ինչ մակարդակի վրա են գտնվում երկուսը։ Ես շատ կարծիքներ եմ լսում, ու խիստ տարբեր կարծիքներ եմ լսում, որ գուցե մարզերում հիմա հնարավորությունները ավելի շատ են, քան Երևանում։ Երբեմն հանդիպում են այդ նման մեկնաբանություններ։ Ու կա նաև սրա մյուս կողմը։ Մարզերի երիտասարդները շատ հնարավորություններից զրկված են, որովհետև կան ինչ-որ X խնդիրներ, լոգիստիկ կլինի, ենթակառուցվածքների հետ կապված կլինի, ու իրենք չեն ստանում ինչ-որ այն լավ հնարավորությունները, որ ստանում են Երևանում ապրող, Երևանում մեծացած ու ավելի շատ հնարավորությունների տեր երիտասարդը։ Այդ դու ինչ կարծիք ունես։ Մոտ 7 տարի առաջ միգուցե, հա, անգամ ավելի շատ, միգուցե 8, 9, 10 իրոք մարզերի երեխաների համար, հա, երիտասարդության համար հնարավորությունները քիչ են եղել։ Համաձայն եմ։ Բայց այսօր ես ինքս մոտ արդեն 3 տարի է բախվում եմ մի խնդրի, որը շատ է իրական տհաճ է ինձ համար, եւ այն է, որ այսօր գրեթե բոլոր ծրագրերին հրավիրում են միայն մարզերի երիտասարդությանը։ Այսինքն շատ հաճախ ես տարբեր ծրագրեր եմ տեսնում, որոնք որ ոգևորվում եմ, այսպես sense ասում եմ վերջ պետքա դիմեմ, ես շատ եմ ուզում այստեղ մասնակցել, ինձ տեսնում եմ այստեղ, եւ ամենավերջում հայտի մեջ տեսնում եմ, որ Երևանից չեն ընդունում երիտասարդների ու արդյունքում հայտադիմումը միայն իրականացվում է մարզ երիտասարդների համար ու չգիտեմ, երբեմն շատ եմ նեղվում, չնայած ես համաձայն եմ, որ իհարկե մարզերի երեխաներին ավելի շատ հնարավորություններ է հարկավոր տալ, քանի որ նույն ինքը անգամ այստեղ համալսարանում սովորելը մարզի երեխաների համար պատիկներ անգամ ավելի բարդ է, այսինքն նույնը ինչ որ ես հիմա պետք է տեղափոխվեմ այլ երկրում սովորելու, իրենք էլ են նույն տեղափոխությունը ունենում, իրենց տնից հեռու լինում բավականին, այդպիսի ընկերուհիներ ունեմ եւ գալիս են այստեղ իրենց կյանքը, այսպես ասած, զրոյից սկսում են դրիվ մենակ, ու դա բնականաբար շատ բարդ է, քան օրինակ ինձ համար, ով որ հենց Երևանից է։ Բայց ծրագրերի առումով կարծում եմ այսօր իրենց հնարավորությունները բավականին լայն են ու շատ ակտիվ երիտասարդների եմ նկատում, որոնք իրոք օգտվում են այդ բոլոր հնարավորություններից, նույն ինքը օրինակ մեմը, որը որ ուղղակի հրաշալի ծրագիր է, ես ինքս կուզեի դրա անդամ լինել, բայց եւ այնպես, այո, Երևանի երիտասարդ որպես այդ հնարավորությունը չունեմ, բայց ուղղակի հպարտանում եմ այլ մարդկանցով, որ տեսնում եմ այնտեղ ինչ գեղեցիկ գործունեություն են ծավալում։ Այ խնդիրների մասին, որ այսպես խոսում ենք, որպես ես լինելով մարզից Երևան տեղափոխված երիտասարդ, կասեմ, որ իրականում աշխատանքային հնարավորություններ կամ, չգիտեմ, գնալու, ընկերներով նստելու, ինչ-որ հետաքրքիր ժամանակ անցկացնելու, այսինքն անգամ ժամանցի վայրերի մասով մարզերը շատ զիջում են Երևանին, շատ են զիջում, ու այդպես մանր գործոններ այդպես դասավորվում են, ու ավելի շատ մարդ ուզում է ուղղակի գնալ։ Ես ինքս շատ կուզենայի հետ վերադառնալ ու, չգիտեմ, աշխատել կամ ինչ-որ գործունեություն ծավալել, որը կօգներ նաև իմ համայնքի երիտասարդների, այսպես կրթությանը, չգիտեմ, ինքնադրսևորմանը։ Այ կուզեի հիմա խոսեինք, թե ինչն էր քեզ պակասում, ինչն է քեզ հիմա պակասում որպես երիտասարդ, որ ապրում է Երևանում ու ուզում է զարգանալ, առաջ գնալ, ինչ հիմնական բաներ կնշես, որ քեզ պակասում են։ Մի հատ արդեն կպատասխանեմ հիմա, բայց մի հատ անդրադառնամ համայնքի խնդիրներին, որ սովորաբար շատ բաներ մարզի երիտասարդներին չի հերիքում իրենց համայնքներում։ Մոտ 13-14 տարեկանից սկսել եմ կամավորել Կազա հիմնադրամում, որը
շատ հայտնի է իր համայնքային խնդիրների լուծումներով, հա, որը որ տալիս է երիտասարդներին, պատանիներին, որպեսզի իրենք կարողանան հավաքվել, թիմեր կազմել, հետագայում այդ թիմերի օգնությամբ միասնական ուժերով, հա, կարողանան իրենց համայնքում ինչ-որ խնդիրներ լուծել եւ այդպիսի շատ պատանիների եմ ճանաչում, ովքեր անգամ 13 տարեկան հասակում կարողացել են իրենց համայնքում նկատեն խնդիրներ, օրինակ գրադարանի բացակայություն, կինոդիտման սրահ, ինչ-որ զարգացման սրահ, լեզուների կենտրոն, բազում նմանատիպ տարածքներ, հա, որ իրենք պակաս են ունեցել դրանց անգամ ժամանցային առումով եւ իրենք նախաձեռնել են եւ ծրագրերի միջոցով այդ ծրագրերը, հա, իրենց նախագծերը իրականացրել են եւ զարգացրել են իրենց համայնքները, այսինքն ես գիտեմ, որ այդ երիտասարդները ձգտում չունեն դեպի Երևան, իրենք չեն ցանկանում գալ, այլ իրենք մնում են եւ հնարավորինս զարգացնում են, հա, իրենց տարածքը, իրենց համայնքը, դա իրոք շատ գովելի է։ Ես անկեղծ չգիտեմ, ես ինչպեսին կլինեի այդ պարագայում։ Միգուցե ես էլ տեղափոխվեի Երևան, միգուցե հակառակը մնայի, չգիտեմ։ Բայց եւ այնպես ինչու ես չեմ ցանկանում մնալ, ամենայն դեպս բակալավրիատի կրթությունը ինչու որոշացի անցկացնել արտասահմանում, պատճառը իրականում շատ պրիմիտիվ է, ուղղակի ես շատ հետաքրքրասեր եմ ու ճամփորդասեր անձնավորություն եմ, ու ես չեմ կարողանում այդպես երկար ժամանակ նստել մի վայրում մնալ, հա, սիրում եմ անընդհատ տարբեր վայրեր ուսումնասիրել, ճամփորդել ու դե այստեղ հնարավորությունը այդքան էլ մեծ չի իհարկե, կհամաձայնվեք, ու հայտնվելով Եվրոպայում, հա, անգամ այդպիսի փորձ ունեցել եմ, ուղղակի ընկերուհիներով որոշում եք մեկ օր մեկ վայր մեկնել, մեկ օր այլ վայր մեկնել ու այսպես հնարավորինս ակտիվ կյանք է ստացվում ու կարծում եմ հենց այս ճիշտ ժամանակն է, հա, երիտասարդության, որ պետքա ժամանակը հենց այդպես ծախսել, այսինքն հնարավորինս զարգանալով, ինքնակրթվելով, տարբեր լայն ծրագրերի մասնակցելով, ճամփորդելով, ծանոթություններ ձեռք բերելով ու այդ հնարավորությունը տեսա հենց այստեղից դուրս ցավոք սրտի։ Այսինքն քեզ հենց ճամփորդելու հետաքրքրասիրություն, այսպես ասած, լցնելու ու բավարարելու հնարավորություն է պակասում, հա, հասկացա։ Նաև ոնց հասկացա շատ ծրագրերի ես մասնակցել ու այսպեսի այսպեսի արտահայտություն կա, որ ամենամեծ հարստությունը 21-րդ դարի այդ մարդու network-ն է։ Այ քո համար ամենակարևոր բաները, որ քեզ տվել են տարբեր ծրագրերի մասնակցելը, որոնք են այսպես որ կետերով նշես։ Ամենակարևոր բաները նախ կնշեմ իմ վերջին ծրագրից, հա, իմ ընկերուհին, ում ես շատ պատահաբար ձեռք բերեցի, հա, իր հետ ընկերությունը, ուկրաինացի ընկերուհիս, ծրագրից բավականին ժամանակ է անցել, երևի մոտ 8 ամիս եւ այս 8 ամիսների ընթացքում անգամ մեկ օր չի եղել, երբ մենք չենք շփվել, չենք հաղորդակցվել, այդպիսի մտերմություն ենք ձեռք բերել ու արդեն չենք էլ պատկերացնում կյանքը առանց իրար ու իրոք հպարտանում եմ, որ կարողացել եմ ձեռք բերել նմանատիպ ընկերություն ու միայն իր մասին չի խոսքը, իրոք ձեռք եմ բերել նաև մի քանի այլ ընկերներ, առանց որոնց ես իրոք իմ կյանքը այլևս չեմ պատկերացնում, հա, ում հետ նույն մտերմություն ունեմ, ամենօրյա շփում ունեմ, ու ում հետ շփումը ինձ համար միշտ նոր ձեռքբերումներ են, ինքնազարգացում են, ու այդ մարդկանցից ես սովորում եմ ամեն օր։ Դե ամենակարևոր կետերից մեկը լեզվի զարգացումն է իհարկե, երբ որ հայտնվում ես Եվրոպայում, որտեղ լրիվ տարբեր երկրներից երիտասարդներ են, պետք է որևէ կերպ կարողանաս իրենց հետ հաղորդակցվել, անգամ եթե ձեր լեզուն երկկողմանի այդքան էլ լավ զարգացած չի, միևնույն է դուք հնարավորինս փորձում եք հաղորդակցվել, կոնտակտի դուրս գալ միմյանց հետ եւ իրականում դա յուրահատուկ շփում է ստացվում, հա, երբ որ դուք լրիվ տարբեր մշակույթներից, լրիվ տարբեր ընտանիքներից, բնավորությունների տեր մարդկանցով մեկտեղ եք հավաքվում ու պետք է ինչ-որ ժամանակահատված միմյանց հետ կենցաղ կիսեք, առօրյա կիսեք, կյանք կիսեք եւ դա ուղղակի հրաշալի փորձ է, բացի այդ օրինակ աշխատել եմ կանվորական ծրագրերի ընթացքում հայ համայնքների հետ Եվրոպայում, ովքեր հայերենը գրեթե մոռանում էին եւ մեր նպատակներ այնտեղ, հա, մեր արժեքները պահպանելը, վերականգնելը եւ այլն։ Կամավորել եմ փախստականների հետ կապված ծրագրերում ու այդ փորձը իրոք շատ գերմեծ արժեք ունի ինձ համար, քանի որ այո, շատ բան ենք սովորում։ Իրոք շատ գիտելիք ենք մենք կարողանում կորզել, հա, այդ ծրագրերից եւ դա ահռելի մեծ արժեք ունի։
Շնորհակալ եմ շատ հետաքրքիր ու բազմակողմանի զրույցի համար Արտեմի ջան։ Ես նույնպես շատ շնորհակալ եմ։